Հայաստանում արդեն կատարվում է հեղինակի գրավոր խոսքի նույնացման քրեագիտական փորձաքննություն։ Նման ուսումնասիրությամբ կարելի է պարզել, ով է տեքստի հեղինակը, գրել է սեփական կամքով, ստիպողաբար թե թելադրությամբ։ Սա կարևոր է հատկապես շանտաժի, շորթման, մարդկանց առևանգմանը վերաբերող քրեական վարույթների դեպքում։ Մասնագետների խոսքով, երբեմն վարույթը իրականացնող քննիչը գործը կարճելու կամ այլ նպատակով թելադրում է ցուցմունք բացատրության բովանդակությունը։ Անձը բողոքում էր, որ իրեն պարտադրել են, որպեսզի տվյալ ցուցմունքը քննիչի ցուցումով, քննիչի թելադրությամբ, բառերով ինքը կատարի։ Սկսում են հետազոտական մասում արդեն ի հայտ գալ քննիչի արդեն գրավոր խոսքի հատկանիշները, այդ գրավոր խոսքի հատկանիշները իմի բերելով, համադրելով տվյալ անձի գրավոր խոսքի հատկանիշների հետ, մենք արդեն կարողանում ենք պարզել տվյալ տեքստը կատարված է այլ անձի միջամտության շնորհիվ, թե կատարված է տվյալ տեքստը կատարողի միջոցով։ Թե ենթադրյալ կատարողներից ով է տեքստի հեղինակը, պարզում են ձեռագրերի նմուշների համեմատությամբ։ Նմուշները լինում են 3 տեսակի՝ ազատ, ազատ պայմանական եւ փորձարարական։ Ազատ նմուշները այն նմուշներն են, որոնք կատարվել են մինչև տվյալ վարույթի հարուցումը, երբ որ տվյալ անձը չէր կարող պատկերացնել, որ իր կողմից գրված այդ տեքստերը կարող են փորձաքննության համար նյութ հանդիսանալ։ Երկրորդ ազատ պայմանական նմուշները, դրանք տվյալ գործի հարուցումից հետո ստեղծված նմուշներն են, կարող են լինել բացատրություններ, տարբեր դիմումներ եւ այլն։ Իսկ երրորդը կոնկրետ փորձաքննություն կատարելու համար է տրամադրվում։ Այնուհետև ուսումնասիրվում է, թե ինչ պայմաններում է տեքստը գրվել։ Հնարավոր է պարզել կատարողի տարիքը, մասնագիտական ու լեզվական մշակույթի զարգացման աստիճանը։ Հեղինակային փորձաքննության համար անհրաժեշտ է նվազագույնը 100 բառից կազմված տեքստ։ Հնարավոր է փորձաքննել ոչ միայն ձեռագիր, այլև համացանցային տեքստեր։ Ուսումնասիրվող նմուշները պետք է լինեն համադրելի, կատարման եղանակով, ժամանակով ու լեզվով։ Փորձագետը ի սկզբանե ծանոթանում է հետազոտելի գրավոր տեքստի ընդհանուր հատկանիշներին, մշակվածության աստիճանին, ուղղագրական, քերականական սխալների առկայությանը, բացակայությանը, ինչպիսի կապակցվածություն ունի եւ ընդհանուր հատկանիշների դուրս բերման շնորհիվ այստեղ արդեն մենք պարզում ենք, որ տվյալ ձեռագիր տեքստի, տվյալ գրավոր տեքստի հեղինակը ունի բարձր մշակվածության աստիճան։ Նրա խոսակցական, գրավոր խոսակցական հմտությունների աստիճանը բարձր է։ Հաջորդ փուլում արդեն հետազոտվում են առանձին նմուշները։ Գրավոր տեքստի մեջ արդեն տեսնում ենք որոշակի եւ ուղղագրական սխալներ, եւ կետադրական սխալներ, եւ տառերի կրկնումներ, ջնջումներ, ուղղումներ, ընդհանուր տեքստի մշակվածության աստիճանը այստեղ արդեն ցածր է։ Առանց մասնավոր հատկանիշների հետազոտություն անցկացնելու կարող ենք ասել, որ տվյալ հեղինակը չի հանդիսանում կոնկրետ այս անձը։ Գրավոր խոսքի նույնացման քրեագիտական մեկ փորձաքննության միջին տևողությունը 1-ից 7 օր է։ Այն կարող է պատվիրակել թե քաղաքացին, թե վարույթն իրականացնող մարմինը։ Էմիլիա Հոսյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։